Կապանի Սյունիք օդակայանը հնարավոր է դառնա միջազգային։ Գործընթացը ամենավաղ փուլում է, ներդրումների ծավալը եւ ժամկետները դեռ հստակ չեն։ Ինչ է իրականում սա նշանակում Կապանի, Սյունիքի եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար։ Այս հարցերի պատասխանները կփորձենք ստանալ Սյունիք օդակայանի տնօրեն Կարեն Վարդանյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես կա որևէ փաստաթուղթ, ճանապարհային քարտեզ, թե ինչ ժամկետներում, ինչքան ծախս է պետք անել եւ ինչպես պետք է օդակայանը դարձնել միջազգային։ Տեսեք, նախորդ շաբաթ, եթե չեմ սխալվում, կառավարություն քննարկվող փաստաթուղթը եւ ստորագրված փաստաթուղթը հնարավորություն է ընձեռնել Կապանի օդանավակայանին դառնալ միջազգային, եթե դրա պահանջարկը լինի կամ դրա նպատակահարմարությունը գտնեն օդանավակայանի սեփականատերերը եւ պետությունը։ Քանի որ տվյալ գործընթացը բավականին բարդ եւ աշխատատար process է, հստակ եւ ծախսատար միանշանակ, տվյալ գործընթացի մեջ հիմա այս փուլում ինչ որ թվեր հնչեցնելը կարծում եմ անշնորհակալ գործ կլինի, բայց որոշակի աշխատանքներ մենք նախապես արդեն իսկ իրականացրել ենք։ Ինչ աշխատանքների մասին է խոսքը։ Անձնակազմների պատրաստություն, ինֆրաստրուկտուրային մեջ օդանավակայան շենքային պայմանների մեջ բարելավում չէ։ Ի սկզբանե մենք նախատեսել ենք, որ որոշակի ծառայությունների համար տեղեր պետք է հատկացնենք, ու դրանք ի սկզբանե արդեն մենք այդ process-ները իրականացրել ենք։ Տեսեք, միջազգային օդանավակայանը իրանից ենթադրում է, որ ինչ որ դրույթներից մի քանիսը, ասենք, որ պարտադիր մենք պետք է ունենանք սահմանային եւ մաքսային վերահսկողության գործառույթներ, այսինքն սահմանապահներ պետք է լինեն եւ մաքսային ձևակերպում իրականացնող ինչպես Գյումրիում է եւ ինչպես Գյումրիում է զվարթնոցում է, ինչպես ցանկացած այլ միջազգային օդանավակայանում։ Օդանավակայանի կառուցման փուլում այդ խնդիրը արդեն իսկ դրված է եղել առաջադրանքի մեջ եւ այդ ինֆրաստրուկտուրան արդեն իսկ ձևավորված է Կապանում։ Հիմա անհրաժեշտության դեպքում, երբ որ նպատակահարմար գտնեն պատկան մարմինները եւ օդանավակայանի բաժնետերերը, կարանք շատ արագ ադապտացվենք։ Իսկ ինչ ծախսերի մասին է խոսքը, մոտավորապես հաշվարկ կա։ Մոտավորապես հաշվարկ չէ։ Ռեալ թվերով արտահայտված այս պայծրությամբ պատրաստ չեմ հնչեցնել որևէ թիվ։ Արդյոք անհրաժեշտությունը կա Սյունիքի օդակայանը դարձնել միջազգային օդակայան։ Ինձ թվում է, որ այո, անհրաժեշտություն կլինի, հաշվի առնելով նաև այս նոր իրողությունների եւ Կապանի եւ առհասարակ Սյունիքի հանդեպ այս միջազգային Թրիփ, այո, միջազգային հետաքրքրվածությունը ու հաշվի առնելով նաև Կապանի հեռավորությունը Երևանից ու իր աշխարհագրական դիրքը, ռելիեֆը, եղանակային պայմանները տարվա տարբեր եղանակների ժամանակ անհրաժեշտությունը միանշանակ կա։ Դուք ռելիեֆի մասին խոսեցիք, այ ռելիեֆը որքանով է թույլ տալիս, որ օդակայանը սկսի սպասարկել միջազգային թռիչքներ սկսի իրականացնել։ Տեսեք, Կապանի օդանավակայանը միամտություն կլինի ասել, եթե համարենք, որ ինքը շարքային հեշտ օդանավակայանների շարքին չի դասում։ Ինքը լեռնային օդանավակայան է, որոշակի բարդություններով հանդերձ, բայց այդուհանդերձ այս process-ը հնարավոր է իրականացնել։ Կան որոշակի տիպի օդանավեր, որոնք որ հնարավորություն ունեն, ու ներկայումս մենք աշխատանքային քննարկումների մեջ ենք հենց այդպիսի օդանավներից մեկի արտադրող գործարանի հետ, խոսքը ATR 72 օդանավի մասին է, որոնց հետ հիմա քննարկում ենք եւ նախնական արդեն իսկ նախնական պատասխան ունենք, որ Կապանի օդանավակայանում հնարավոր է տվյալ տիպի օդանավի թռիչք վայրեջքներ իրականացնել։ Ընդ որում կուզեի նշել, որ տվյալ տիպի օդանավը տեղափոխում է մոտ 70 ուղևոր, 70-72 ուղևոր եւ թռիչքը կարող է սպասարկել 1300-ից 1500 կիլոմետր շարավղով թռիչքներ։ Այս պահին օդակայանը իրականացնում է թռիչքներ դեպի Երևան։ Շաբաթական քանի թռիչք է իրականացնում եւ արդյոք պահանջարկը կա։ Տեսեք, պահանջարկը հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կապանում առհասարակ Սյունիքում ավիացիան մոտ 30 եւ ավել տարի գործունեություն չի ծավալել, մենք 0-ից ենք սկսում։ Պահանջարկը ձևավորել, այսինքն
ներկայացնում ենք առաջարկ, որին շուտան ադապտացում է ձևավորելով առաջարկ։ Մենք չվերթներ երբ որ սկսեցինք, մեկնարկեցին, մենք չվերթները սկսել ենք շաբաթական 2 չվերթով։ Հետո որոշ ժամանակ անց պահանջարկը ստիպեց մեզ, որ չվերթ ավելացնենք, ավելացանք դարձրինք 3։ Հիմա այդ թիվը դառել է 5, այսինքն մենք շաբաթվա 5 օր ամեն օր չվերթ ենք իրականացնում, երկուշաբթից ուրբաթ մենք չվերթներ ենք սպասարկում։ Ու վերջի 3 ամսվա վիճակագրությունը հաշվի առնելով մենք ունենք տոմսերի դեֆիցիտ նույնիսկ երբեմն չէ, շատ հաճախ։ Մեր օդանավի բեռնվածությունը ամառային բարձր սեզոնին 90%-ից քիչ չի եղել։ Որոշ վաստակետներ մտահոգություն են հայտնել, որ Սյունիքի օդակայանը այն հնարավորությունները, որ միջազգային օդակայանն է ենթադրում, չունի։ Դա երթուղին է միգուցե ռելևն է եւ ամենակարևորը թերևս անվտանգության խնդիրն է։ Մի քանի մետր այն կողմ ըստ էության թշնամու դիրքերն են, ադրբեջանական դիրքեր են։ Տեսեք, ամենայն հարգանքով բոլոր կարծիք հայտնող, այսպես ասած, փորձագետներին ես ուրախ կլինեի լսել այդ փորձագիտական կարծիքների կամ մեկնաբանությունների տակ նաև ինչ որ հաշվարկ, մեթոդաբանություն, հիմնավորում, թե խի չի կարող լինել։ Ինձ էլ են շատ հաճախ պատամ նմանատիպ մեկնաբանություններ, եզրակացություններ, կարծիքներ, բայց չեմ ուզում մեկնաբանելով այդ ամենը, կարող եմ արձանագրել հետևյալը, որ մենք երբ որ սկսում ենք չվերթները, ավելի ճիշտ երբ որ մենք ավարտեցինք օդանավակայանի շինարարությունը, նմանատիպ շատ փորձագետներ կարծիքներ են հայտնում, որ Կապանում երբեք չվերթներ չի իրականացվի, հաշնի առնելով օդանավակայանի մոտ լինելը սահմանին։ Այդ բարիերը անցանք, չվերթները վերսկսեցին։ Երբ որ չվերթները սկսեց, ասպարեզ եկավ մի նոր ձևակերպում, մի նոր տենց եզրակացություն, որ չվերթները անվտանգ չեն։ Դրա լավագույն ցցուն հակառակ պնդումը ես բերում եմ մեր ուղևորների կայուն աճող դինամիկայով, որ լավագույն գնահատականը տալիս է դա ուղևորը։ Ու մեր ուղևորների մեծամասնությունը շարքային քաղաքացիներ են։ Երբ ասում են անվտանգ չէ, ի՞նչը նկատի ունեն։ Այսինքն օդանավն է անսարք, թե հին է, օգտագործված է։ Մեր օդանավը Հայաստանում հայկական ավիացիայում, եթե չասեմ ամենաերիտասարդ օդանավն է, ամենաերիտասարդներից մեկը կարող է լինել։ Ինքը ընդամենը 10 տարեկան է, իսկ ավիացիայում դա բավական երիտասարդ տարիք է համարվում օդանավի համար։ Առհասարակ օդանավակայանի ու թռիչքների անվտանգության տեխնիկական, մասնագիտական վերապատրաստումների մասով երբևէ եւ ոչինչ չի խնայվում ամենաբարձր մակարդակը ապահովելու համար։ Ես չեմ պատկերացնում, ես չեմ հասկանում, ինչ նկատի ունեն, երբ որ պնդում են, որ թռիչքները անվտանգ չէ, որովհետեւ թռիչքների անվտանգության վերաբերյալ թռիչքների ընդհանուր որոշումը, այսպես ասած, որ օդանավակայանը սկսել է շահագործվել, անցել է տարբեր գերատեսչություններով, ստացել են տարբեր կարծիքներ ու դրանից այդ ամբողջը վերլուծելու արդյունքում որոշում կայացել, որ Կապանում վերսկսում են թռիչքները։ Իսկ կլիմայական պայմանները արդյոք բավարար են միջազգային օդակայան դարձնելու համար։ Նկատի ունեմ քամոտ է տարածաշրջանը, միգուցե ձմեռվա սեզոնին ձյունն է շատ, կամ մառախուղն է խանգարում։ Թռիչքին ինչն է խանգարում սովորաբար։ Ավիացիայում, որ ասում, անկախ օդանավակայանների հագեցվածությունից ամենավերջին ճիճով հագեցած օդանավակայաններում երբեմն լինում են դեպքեր, երբ որ եղանակն է որոշում, վերջնական խոսքը եղանակինն է։ Հիմա Սյունիքը այդ իմաստով բարվոք վիճակում է։ Տեսեք, մեր մոտ թռիչքներ իրականացնում են վիզուալ թռիչքների կանոնների համաձայն, այսինքն լավ եղանակային պայմանների դեպքում մենք կարողանում թռիչքներ սպասարկել։ Քանի որ մենք նոր ենք սկսել թռիչքներ իրականացնել, ինֆրաստրուկտուրան էլ ենք աստիճանաբար զարգացնում։ Հիմա Խաղաղավիացիայի եւ Հայ Աերոնավիգացիայի գործընկերների հետ տեղադրել ենք նավիգացիոն սարքեր, որը որ հնարավորություն է տալիս ել ավելի քիչ կախված լինել եղանակային պայմաններից։ Այսինքն ի սկզբանե մենք թռնում ենք բացառապես վիզուալ, հիմա որոշակի մասը կարող ենք անցնել նաև գործիքային թռիչքային
կանոններով։ Այսինքն ամեն ինչ տրամադրում է այն բանին, որ օդակայանը դարձնեք ի վերջո միջազգային օդակայան։ Կրկնեմ էլի, եթե որոշում կայացվեց, մենք շատ արագ ադապտացվելու ենք այդ որոշմանը եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի համապատասխանենք ստանդարտներին։ Դուք մեծ փորձ ունեք այս ոլորտում։ Որքան ժամանակ է պահանջվում օդակայանը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան։ Ինչ տարիներ են դրանք, թե մեկ տարվա ընթացքում։ Խոսքը, տեսեք, կապանում կոնկրետ ունենք մի քանի լեվելի խնդիրներ, կոնկրետ մասնագետների, առհասարակ հայկական ավիացիոն մասնագետների խնդիրը արդիական է։ Խնդիրը քիչ են, թե քիչ են, ուղղակի քիչ են։ Այդ մասնագետների վերապատրաստման խնդիրն ամենաշատ ժամանակը տանելու մեզանից։ Պլյուս ֆինանսական կոմպոնենտ։ Քանի որ էլի թռիչքային անվտանգությունը չի սակարկում, իսկ վերապատրաստումներն ու մնացածը մենք չենք կարող տեղ ասենք, ուղղակի մեզ արագ է պետք է այս մասնագետին, ինքը պետք է անցնի ստանդարտով նախատեսված բոլոր ընթացակարգերը, որը որ ժամանակատար է։ Որքանով օդակայանը կլինի անվտանգ հաշվի առնելով թշնամու հարևանների անկանխատեսելիությունը եւ նաեւ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը այն իմաստով, որ հարևան մյուս պետությունը պարբերաբար խնդիրներ է ունենում միջազգային արևմուտքի հետ, այսպես ասեմ։ Իրանի մասին է խոսքը։ Հասկացա։ Տեսեք, միջադեպեր աշխարհի բոլոր օդանավակայաններում պատահում են։ Եթե հիմա մենք գանք են կանխավարկածից, որ հնարավոր է արդյոք ինչ որ մեկը չարամտորեն ինչ որ մի բան ուզենա անի, այո, միշտ հնարավոր է։ Երևանում, չգիտեմ, եվրոպական ցանկացած օդանավակայանում է հնարավոր է տեսականորեն ինչ որ միջամտություն իրականացնելու, բացասական իմաստով խոսքիս։ Բայց եթե մենք առաջնորդվում ենք ոչ այս կանխավարկածով, սթափ մտածելակերպով, բնականաբար ցանկացած միջադեպից հետո նույնիսկ վերլուծություններ են տեղի ունենում եւ տվյալ միջադեպը կանխելու ուղղված աշխատանքներ են տարվում։ Հիմա եթե մեր մոտիմասով ինչ որ միջադեպեր են գրանցվել, հաստատ ես վստահեցնում եմ ձեզ, որ դրա վերաբերյալ միջոցներ ձեռնարկվել են։ Միջազգային օդակայանի կարգավիճակը կարող է անվտանգության լրացուցիչ, այսպես ասած, միջոցներ ավելացնել տարածաշրջանում այդ հատվածում։ Կարծում եմ այո, բայց դա սուբյեկտիվ գնահատական կլինի, որովհետև ավիացիան առհասարակ ներքին թե միջազգային ինքը թռիչքների անվտանգությունը նույն ստանդարտներով են առաջնորդվում։ Այսինքն չի կարելի մեկը մյուսին գերագնահատել կամ ստորադասել մեկը մյուսի հանդեպ։ Առհասարակ քաղաքացիական ավիացիան բոլոր այդ ձեր վերանշած ռիսկերից դուրս է, քանի որ նույն մեր օդային տարածքից օգտվում են նաև մեր հարևան կամ չգիտեմ այլ ձևակերպումով ներկայացրեցիք հարևան պետության օդանավերը մեր օդային տարածքով կատարում են թռիչքներ։ Հիմա շատերը խոսում են, որ այս հայտարարությունները քաղաքական PR ակցիայի շրջանակից են։ Ասում են չկա քաղաքական, չկա հաշվարկ, տեխնիկական հաշվարկ, տնտեսական հաշվարկ, ֆինանսական նույնիսկ հաշվարկ չկա։ Որքանով է ռեալ այս նախագիծը իրականություն դարձնել։ Տեսեք, կոնկրետ մեր օդանավակայանի ու Նովեռավիա ընկերության չվերթների մասով փորձեմ անդրադարձ անեմ ու հաշվի առնելով որ այդ փորձագետներից ովքեր որ բոլորը այտենց ինչ որ տարբեր ժամանակահատվածում տարբեր կարծիքներ են հայտնում, դրանցից ոչ մեկ երբևիցե մեզ նմանատիպ հարցումով չի դիմել արդյոք։ Կա արդյոք նմանատիպ հաշվարկ, քանի որ դա մի ընկերության ներսի հաշվարկներ են, այսպես ասած, ու պատից ինչ որտեղ կախված չի։ Մեզ համենայն դեպս չեն դիմել ու շատ հաճախ այդ մարդիկ փորձում են իրենց սեփական մտքերը որպես փորձագիտական կարծիք եզրակացություն հրամցնել հանրությանը ու ինչ որ հանրային ֆոն են ստեղծում դրա շուրջ։ Երբ որ մենք ավարտեցինք օդանավակայանի շինարարությունը, բոլորը տենց միաբերանց, բոլորը, ոչ բոլորը տենց ճակերտավոր փորձագետներ, որոշները պնդում են որ օդանավակայանը չի աշխատելու։ Դրանից հետո սկսեց աշխատել։ Դրա հաջորդ պնդումը այն էր, որ հասկանալի է ինչի համար պետք է չաշխատել, որովհետև կրակել էին։ Okay, դրանից հետո մենք թռանք։ Դրանից հետո մեր չվերթների քանակը ավելացավ։ Դրանից հետո մեր ուղևորների հոսքը ավելացավ։
Նույնիսկ այս պայծրությամբ, երբ որ մեր օդանավը գտնում է Չեխիայում տեխնիկական սպասարկման մեջ սեպտեմբեր ամսից, մեր ավիաընկերության գրասենյակ ամեն օր բազմաթիվ, ոչ թե 1-2, այլ բազմաթիվ զանգեր ենք մենք ստանում, թե երբ է վերականգնվելու, արդյոք երբ կարող են տոմս ձեռք բերել։ Այսինքն մենք ձևավորել ենք այդ պահանջարկը ու շուկան ադապտացվել է իրողություններին։ Մնացել է փորձագետները մի անգամ գոնե գան թռնեն, տեսնեն ու գուցե իրանց մոտ էլ ինչ-որ բան փոխվի։ Ովքեր են հիմնական ուղևորները։ Դրանք տեղացիներն են, տուրիստներ են, տեղացիներ, տուրիստներ, տեսեք, երբ որ նոր ենք սկսում թռիչքները, այդ հանրային, այսպես ասած, մեդիա դաշտում ձևավորված ֆոնը բնականաբար ազդում էր մարդկանց որոշումներ կայացնելու վրա, թռիչքին տոմս ձեռք բերեն, թռնել թե ոչ։ Սկզբնական շրջանում մեր ուղևորների մեծամասնությունը այս կոմբինատի ներողություն օդանավականի սեփականատերերն էին, մենեջերներ ու այնտեղ պաշտոններ զբաղեցնող մարդիկ։ Սեփականատերերը պղնձամոլիբդենային պղնձամոլիբդենայի մարզպետարանի Կապանի օդանավականը ունի 2 սեփականատեր, բաժնեմասի 50%-ը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամին, մյուս բաժնեմասը, մյուս 50%-ը պատկանում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին, մարզպետարանինքից։ Իրանք են սկզբնական փուլում մեր հիմնական ուղևորները։ Դրանից հետո մարդիկ տեսնելով, որ մարդիկ գնում են գալիս են ու նորմալ է, կարծիքներ ստանալով հարց փորձեն հայկական ձևով, դրական կարծիքներ ստանալուց հետո իրանք էլ են փորձում ու այդպես շարունակ հիմա մեր ուղևորների մեծամասնությունը սովորական քաղաքացիներ են, տուրիստներ են, օտարերկրյա քաղաքացիներ են, գործունեություն շատ հաճախ, ասենց ասեմ, երբ որ պաշտոնատար ինչ-որ մարդիկ են ուզում տոմս ձեռք բերեն, տոմսերը վաղուց սպառված է լինում, նշում են, որ օրինակ, չգիտեմ, պետք է երևի 1 շաբաթ առաջ տվյալ հարցով դիմել։ Այս է իրավիճակը։ Հաճախ լսել եմ, որ Սյունիքի օդակայանը շատ ավելի միջազգային չափանիշներին մոտ է, քան այլ օդակայաններ, եւ դա ասում են հենց ուղևորները։ Թե միգուցե դա չափանիշն է ձեզ մոտ փոքրինչ ավելի խիստ, միգուցե ստուգման կանոններն են այլ, ինչն է ստիպում, որ մարդիկ այդպես արտահայտվեն։ Տեսեք, երևի թե ստուգման կանոնները մենք առաջնորդվում ենք բացառապես օրենսդրությամբ ու օրենքի ինչ պահանջում է, ստանդարտն ինչ պահանջում է, անվտանգության, ավիացիոն անվտանգության եւ թռիչքային անվտանգության մասով։ Բացառապես օրենքի ստանդարտն ենք պահում։ Ուղղակի հաշվի առնելով, որ մեր մոտ չվերթները առայժմ քիչ են եւ մեր օդանավը քիչ ուղևոր է տեղափոխում, մենք յուրաքանչյուր ուղևորին կարողանում ենք ինդիվիդուալ մոտեցում ցույց տալ։ Այսինքն յուրաքանչյուրի խնդիրը դա ամբողջ մի թիմ միանում է տվյալ խնդիրը լուծելու համար։ Երբեմն ուղևորը գալիս, որ չգիտի քաղաք ոնց պետք է հասնի, տաքսի ոնց կանչի կամ ինչ որ հյուրանոց է փնտրում չի գտնում, մեր ամբողջ թիմը կենտրոնացված կարողանում է այդ սպասարկումը բարձր մակարդակի վրա իրականացնել։ Կարող ենք ասել, որ դա ձեր առանձնահատկությունն է։ Այո։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիք։ Մենք զրուցում էինք Կապանի Սյունիք օդակայանի տնօրեն Կարեն Վարդայանի հետ։ Ցտեսություն։